Բարև ձեզ հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Եղինյանն եմ։ Այսօր 2025 թվականի մարտի 7-ն է, վաղը մարտի 8-ն է, մի փոքր ավելի ուշ ես կանդրադառնամ մարտի 8-ին։ Ինչպես արդեն տեսնում եք, ես հիմա գտնվում եմ հիվանդանոցում, մասնավորապես ես ներկայումս գտնվում եմ Ստեփանավան քաղաքի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում, ինչպես արդեն տեսնում եք, ինձ միացված է ներերակային կաթետր և այս պահին ես ընդունում եմ կաթիլայիններ։ Քանի որ իմ առողջական խնդիրները ինձ համար բժշկական գաղտնիք են, այսինքն պարունակվում է բժշկական գաղտնիք համարվող տեղեկություններ, այդ իսկ պատճառով ես նպատակահարմար չեմ գտնում հանրայնացնել բժշկական գաղտնիք համարվող այդ տեղեկությունները և նպատակահարմար չեմ գտնում հրապարակայնորեն բարձրաձայնել, թե կոնկրետ ինչպիսի առողջական խնդիրներով եմ ես հիմա հոսպիտալացվել։ Եվ հիմա ես ցանկանում եմ իմ գոհունակության, իմ խորին երախտագիտության և իմ շնորհակալության խոսքերը հնչեցնել Ստեփանավանի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի բժշկուհի Հասմիկ Գեորգիևնայի, բուժքույրներ Կարինե Բադալյանի, Նինա Դոխոլյանի, Հասմիկ Նազարյանի և Աննա Սուքիասյանի կողմից իմ նկատմամբ ցուցաբերված բարի մարդկային և հոգատար վերաբերմունքի վերաբերյալ, ինչպես նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մայրապետ Նայիրային իր աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարելու և սանիտարահիգիենիկ վիճակը մաքուր պահելու համար։ Նաև ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Ստեփանավանի հիվանդանոցի տնօրեն Անուշ Իսպիրյանին հետևյալ պատճառով։ Մասնավորապես իմ առողջական խնդիրներից ելնելով ինձ անհրաժեշտ էր բավականին թանկարժեք դեղորայք, ասեմ, որ Ստեփանավանի հիվանդանոցի տնօրեն Անուշ Իսպիրյանի միջամտության արդյունքում ինձ նախկինում տրամադրվել և ներկայումս նույնպես շարունակում է տրամադրվել իմ կողմից հիշատակված այդ թանկարժեք դեղորայքը բոլորովին անվճար հիմունքներով, այսինքն որևէ մեկը որևէ գումար ինձնից չի պահանջել և ես ներկայումս Ստեփանավանի հիվանդանոցում բուժօգնություն եմ ստանում բացառապես անվճար և ինձ տրամադրվող դեղորայքների համար որևէ բուժաշխատող ինձնից որևէ գումար չի պահանջել։ Եվ եթե չլիներ հիվանդանոցի տնօրեն Անուշ Իսպիրյանի միջամտությունը, ապա ես չէի կարող ստանալ այդ թանկարժեք դեղորայքը։ Բնականաբար ես այս պահին զերծ կմնամ այդ թանկարժեք դեղորայքի անվանումը հնչեցնելուց, որովհետև եթե ես հնչեցնեմ այդ թանկարժեք դեղորայքի անվանումը, ապա բժշկության մասին փոքր-ինչ պատկերացում ունեցող անձինք անմիջապես կհասկանան, թե ես ինչպիսի առողջական խնդիրներ ունեմ։ Այդ իսկ պատճառով, քանի որ ի սկզբանե արդեն իսկ նշեցի, որ իմ առողջական խնդիրներում պարունակվում են բժշկական գաղտնիք պարունակվող տեղեկություններ, այդ իսկ պատճառով ես նպատակահարմար չեմ գտնում բարձրաձայնել, թե հիվանդանոցի տնօրեն Անուշ Իսպիրյանի միջամտության արդյունքում կոնկրետ ինչպիսի թանկարժեք դեղորայք է ինձ տրամադրվել և տրամադրվում։ Այլ այս տեսանյութի նպատակն այն է, որ ես հրապարակայնորեն ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը, իմ գոհունակությունը և իմ երախտագիտությունը հայտնել, ինչպես արդեն նշեցի, Ստեփանավանի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի բժշկուհի Հասմիկ Գեորգիևնային, բուժքույրներ Կարինե Բադալյանին, Նինա Եգորովնային, Հասմիկ Նազարյանին և Աննա Սուքիասյանին, ինչպես նաև ևս մեկ անգամ ցանկանում եմ վերստին իմ խորին շնորհակալությունը, իմ առանձնահատուկ երախտագիտությունը հայտնել Ստեփանավանի հիվանդանոցի տնօրեն Անուշ Իսպիրյանին ինձ ցուցաբերվող բուժօգնության ծավալը պատշաճ և գրագետ կերպով կազմակերպելու համար։ Ուրեմն նշեմ նաև, որ մի քանի օր առաջ ես համացանցի միջոցով տեղեկացա, որ Հայաստանի Հանրապետությունում դժբախտաբար շարունակվում են բժիշկների նկատմամբ դրսևորվել բռնության դեպքեր և լինում է նաև այնպիսի դեպքեր, երբ հիվանդին օգնության շտապող բժիշկը ցավոք սրտի հենց ինքն է ունենում բուժօգնության կարիք։ Բնականաբար ես լինելով ողջամիտ անձնավորություն դատապարտում եմ կյանքեր փրկող բժիշկների նկատմամբ դրսևորվող բռնության դեպքերը
Գտնում եմ, որ բժիշկների, բուժքույրների, բուժաշխատողների նկատմամբ դրսևորվող բռնության դեպքերը պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։ Սա օրենսդրական բաց է, որ բժիշկների նկատմամբ պարբերաբար Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են դրսևորվել բռնության դեպքեր, քանի որ բժշկի նկատմամբ դրսևորվող բռնությունը ինքը բավականին մեղմ պատժաչափով է քրեական պատասխանատվություն նախատեսում։ Այդ իսկ պատճառով ես օգտվելով առիթից պետական իրավասու մարմիններին կոչ եմ անում խստացնել օրենսդրությունը եւ քրեական օրենսգրքում ավելացնել նոր հոդված հետեւյալ վերտառությամբ. բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելը պետք է այսուհետև պատժվի ազատազրկմամբ 15-ից մինչև 20 տարի ժամկետով ազատազրկմամբ։ Վստահ եմ, որ եթե խստացվի օրենսդրությունը եւ եթե բուժաշխատողների նկատմամբ դրսևորվող ցանկացած բռնության դեպքում, եթե անձը քրեական պատասխանատվության ենթարկվի առնվազն մինչև 15 տարի ժամկետով ազատազրկմամբ, ապա վստահաբար կարող եմ պնդել, որ շատ ու շատ բռնարարներ վախի ազդեցության տակ զերծ կմնան բժիշկների նկատմամբ բռնություն գործադրելու այդ հանցածի դրսևորումներից։ Նաև ցանկանում եմ մեկ այլ օրենսդրական առաջարկությամբ հանդես գալ, ցանկալի կլիներ, որ կոնկրետ շտապօգնության բրիգադներում այսուհետև լինեին նաև առնվազն 1 ոստիկանության ծառայողներ եւ ոստիկանության ծառայողների ներկայությունը նույնպես վստահաբար կարող եմ պնդել, որ սթափեցնող, զսպող ազդեցություն կունենար բռնարարների համար, որովհետև եթե շտապօգնության բրիգադում լինի ոստիկանության ծառայող, ապա վստահ եմ, որ բռնարարները զերծ կմնան բժիշկների նկատմամբ բռնություն գործադրելու այդ հանցավոր դրսևորումներից։ Նաև ցանկանում եմ նշել, որ կոնկրետ Հայաստանի Հանրապետությունում բժիշկների եւ նաև բուժքույրների աշխատավարձը բավականին ցածր է։ Բուժքույրները ստանում են ամսական ընդամենը 75,000 դրամի չափով աշխատավարձ, մինչդեռ շատ ու շատ մարդկանց կյանքեր կործանող դատախազներ, քննիչներ ստանում են 600,000 դրամը գերազանցող աշխատավարձ, եւ հիմա ես պետական իրավասու մարմիններին կոչ եմ անում բարձրացնել մարդկանց կյանքեր փրկող բուժքույրների աշխատավարձները եւ բուժքույրների աշխատավարձները հավասարեցնել դատախազների եւ քննիչների աշխատավարձին, կարծում եմ, որ այդպես արդարացի կլիներ, մինչդեռ ստացվում է այնպես, որ պետությունը մարդկանց ճակատագրեր խեղող, մարդկանց կյանքեր կործանող քննիչներին եւ դատախազներին ավելի շատ է գնահատում, քան թե մարդկանց կյանքեր փրկող բուժքույրներին։ Ակնկալում եմ, որ պետական իրավասու մարմինները ականջալուր կլինեն սույն տեսանյութում իմ կողմից արծարծվող ողջամիտ դիտարկումներին եւ ակնկալում եմ, որ պետական իրավասու մարմինների կողմից անհապաղ կձեռնարկվեն համապատասխան միջոցներ սույն տեսանյութում արծարծվող իմ կողմից վկայակոչված հարցերին շուտապույտ լուծումներ տալու ուղղությամբ։ Նաև օգտվելով առիթից, քանի որ վաղը մարտի 8-ն է, այսինքն մայրության, գեղեցկության եւ կանանց տոնն է, օգտվելով առիթից ես սրտանց նախապես շնորհավորում եմ բոլոր կանանց, մայրերի, քույրերի գալիք մարտի 8-ը, առանձնահատուկ կերպով շնորհավորում եմ Իգական սեռի ներկայացուցիչ հանդիսացող բոլոր բուժաշխատողների, բուժքույրների մարտի 8-ը, բոլոր բուժքույրներին ցանկանում եմ, որ միշտ լինեն այդպես գեղեցիկ, այդպես հոգատար իրենց խնամքի ներքո գտնվող հիվանդների նկատմամբ, քանի որ հիվանդի շուտապույտ ապաքինման ամենակարևոր նախադրյալը անշուշտ դա բժշկի, բուժքրոջ հոգատար վերաբերմունքն է եւ ես հավաստիացնում եմ, պետք է արդարացիորեն փաստեմ, որ ես ներկայումս Ստեփանավանի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում շրջապատված եմ գեղեցկուհի բուժքույրների կողմից իմ նկատմամբ ցուցաբերվող բարի մարդկային եւ հոգատար վերաբերմունքով եւ բուժքույրների կողմից իմ նկատմամբ ցուցաբերվող այդ հոգատար վերաբերմունքը, այդ սրտացավ եւ մարդկային վերաբերմունքը անշուշտ իր բարերար, իր դրական ազդեցությունն է ունենում թե իմ հոգեվիճակի եւ թե իմ առողջական վիճակի վրա, որ նույնիսկ մարդ չէր ուզում տուն գնա։ Սա իհարկե հումորով եմ ասում, որպեսզի ել ավելի ընդգրկուն կերպով պատկերացում կազմեք իմ նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի մասին։ Ինչևիցե, թերևս այսքանը, շնորհակալություն եմ հայտնում ուշադրության համար։